ճիշտ որոշում են կայացրել, այսինքն արդարություն դեռևս կա։ Ասում եք, որ այնուամենայնիվ այլընտրանքային խափանման միջոց կընտրվի, թե դատանի որոշումը իր մեջ ձեզ համար նաև անակնկալ ուներ։ Դե եթե արդարացիորեն սպասելիքների մասին է խոսքը, այո, մենք ակնկալում ենք, որ պետք է արդարացի որոշում լինի, եւ շատ ուրախ ենք, որ դեռևս վերջնականորեն չի վախճանվել դատական համակարգը, այսինքն այս ամիսներին ձեր ամուսինը, ձեր երեխաների հայրը ձեր կողքին չի եղել, ինչպես է եղել ձեր երեխաների արձագանքը, նրանց նիստուկացը, ձեր առօրյան։ Դե իհարկե շատ դժվար, որովհետև երեխաները անչափահաս են, մանավանդ փոքրիկը շատ է կարոտում հայրիկին, անընդհատ հարցնում է երբ է գալու հայրիկը, դե իհարկե մենք չենք կարող ամեն ինչ բացատրել երեխային, որ ինչ է կատարվում, փորձում ենք որոշակի առումով երեխային այնպես անել, որ իրականությունից կտրված լինի, մի խոսքով հիմա կարծում եմ, որ շատ կուրախանա, որ տեսնի երեխան հայրիկին փոքրը, դե մեծերը ներկա են, ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ինչպես արձագանքեցին, որ ներկա են, ես տեսա դատականի։ Շատ Հասկացան ինչի մասին։ Դե ընթացքը գիտեք, դե իհարկե հասկացան, որ տնային կալանք է, դե ընդհանուր դատական նիստը որոշ բաներ դե երեխային կարողա չհասկանալ ընթացքը ինչպես ընթացավ, բայց դե որոշումը իհարկե լսեցին ներկային։ Տնային կալանքը եւս խիստ էլի բաժի միջոց է, խափանման միջոց է համարվում։ Ճիշտ է, հիմա ձեր ամուսինը տանը կլինի, երեխաները անընդհատ իր կարոտը կառնեք, բայց դուք սպասում եք, ձեզ համար սա, այսպես ասած, ընդունելի տարբերակ է, որ էլի ոչ պակաս խիստ խափանման միջոց ընտրեց դատարանը, թե ավելին եք ակնկալում։ Դե ես նոր ասեցի այդ մասով, քանի որ դեռևս նոր դատական նիստերը տեղի ունենալու եւ դատավորները երևի թե տեղյակ չեն գործի ընթացքին, մենք առաջնահերթ խնդրել ենք, որպեսզի խափանման միջոցը փոփոխվի, ակնկալում եմ հետագա դատական նիստերի ժամանակ, որ արդեն լիովին արդարություն կլինի, այսինքն լիովին արդարությունը կվերականգնվի եւ խափանման միջոցը շատ շուտ կփոխվի։ Կարդալացվի։ Այո։ Դատախազը ամեն ինչ անում էր, որ անտեսվի այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանը վճռի մասին իմանալից Հայաստանում չի եղել, բայց ինքնակամ վերադարձել է, այս մասով ինչ կարող եք ասել։ Դե ես կարծում դատախազները հենց նրա համար են, որպեսզի որովհետեւ այսինքն հակաբաներ ասեն, որպեսզի փաստարկներ, որպեսզի դատավորները արդարացի որոշում չկայացնեն, բայց ինքներդ ներկա եղաք եւ տեսաք, որ դատավորները հասկացան, որ ուղղակի միջնորդությունը դատախազի ոչ իրավական է։ Շնորհակալություն։